Հարգելի տիկին նախագահող, հարգելի գործընկերներ, հակիրճ ներկայացնեմ 2025 թվականի Հանրային հեռարձակողի խորհրդի կատարողականը։ Հանրային հեռարձակողի խորհրդին ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակման ծրագրի շրջանակներում 2025 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 8.5 միլիարդ դրամ, որը գրեթե ամբողջությամբ ծախսվել է, կատարողականը կազմել է 99.5%։ Նախորդ տարվա համեմատ խորհրդի ծախսերն աճել են 1.4% կամ 117 միլիոն 600 հազար դրամով, հիմնականում պայմանավորված հանրային հեռուստաընկերության ընթացիկ գործունեության ֆինանսավորման աճով։ Ընդհանուր եւ լրատվական ուղղվածությամբ հեռուստատեսային ծառայությունների միջոցառման շրջանակներում իրականացվել է տեսալսողական մեդիայի մասին օրենքի պահանջներին համապատասխան տարբեր թեմատիկ ուղղվածությամբ հեռուստահաղորդումների պատրաստում եւ հեռարձակում, հանրային հեռուստաընկերության առաջին ալիք, միջազգային ալիք, առաջին լրատվական ալիք եւ առաջին ալիք Ամերիկա տեսալսողական ծրագրերով։ Միջոցառման ծախսը կազմել է 6 միլիարդ 600 միլիոն դրամ, որը 2.10% կամ 182 միլիոն 200 հազար դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Ռադիոծառայությունների միջոցառման շրջանակներում իրականացվել են տեսալսողական մեդիայի մասին օրենքի պահանջներին համապատասխան ռադիոհաղորդումների պատրաստում եւ հեռարձակում հանրային ռադիոընկերության առաջին ծրագիր, երկրորդ ծրագիր, հոգեվոր մշակութային հանրային ռադիո AM եւ արևիկ լսողական ծրագրերով, համացանցային սփռման մշակույթ լսողական ծրագրով, Մերձավոր Արևելքի եւ հարևան երկրներում այլ լեզուներով լսողական ծրագրերով եւ հանրային ռադիո AM լսողական ծրագրով ազգային փոքրամասնությունների լեզուներով։ Միջոցառման ծախսը հաշվետու տարում կազմել է 970 միլիոն 900 հազար դրամ, որը ամբողջությամբ կատարվել է նախորդ տարվա համեմատությամբ փոփոխություն չի կրել։ Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոյի նշված բոլոր ալիքներով հեռարձակումն իրականացվել են նախատեսված ժամանակներով, եղել են չնչին շեղումներ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման պատճառով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի հանրային հեռուստաընկերության ենթակառուցվածքների ապահովում միջոցառման շրջանակներում կատարվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության ապարատավարային նկարահանման 8-րդ մասնաշենքի կառուցման աշխատանքներին օժանդակող ենթակառուցվածքների ապահովման շինարարական աշխատանքներ, որոնց համար պետբյուջեից տրամադրվել է 434 միլիոն դրամ։ Բացի այդ կառավարության որոշմամբ հանրային հեռուստաընկերությանը հատկացվել է 115 միլիոն դրամ կապիտալ շինարարության համար, որից ծախսվել է 63 միլիոն 900 հազար դրամ, իսկ մնացածը վերադարձվել է պետբյուջե։ Կառավարության մեկ այլ որոշմամբ հանրային հեռուստաընկերությանը հատկացվել է 9 միլիոն 600 հազար դրամ Չինաստանի հետ համագործակցության շրջանակներում չինական կողմի վճարած եւ փոխհատուցման ենթակա հարկերի եւ պարտադիր վճարների փոխհատուցման նպատակով։ Հարկ եմ համարում հավելել, որ 2025 թվականին հանրային հեռարձակողի խորհուրդը նախանշել է մի շարք առաջնահերթություններ, որոնցից ամենակարևորը հանրային ռադիոյի տեխնիկական վերազինումն է։ Ռադիոյի 100-ամյակը հրաշալի առիթ էր այս նախաձեռնության համար, շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը այս հարցում խորհրդին ընդառաջելու համար։ Հույս եմ հայտնում, որ հանրային ռադիոյի զարգացման ու արդիականացման մեր ծրագիրը կիսատ չի մնա եւ առաջիկա 3 տարիներին ամբողջությամբ կբավարարվեն այս կառույցի կարիքները։ Հանրային հեռարձակողի խորհուրդը տարեսկզբին դիմել է կառավարությանը, այնուհետև միջնաժամկետ ծախսային ծրագրում իր ընդհանուր ֆինանսավորման շրջանակում գնահատել եւ ներկայացրել է նաեւ հանրային ռադիոյի կարիքների հայտը։ Ակնկալում եմ օրենսդիր եւ գործադիր մարմինների աջակցությունը։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։